Գիրք Եզեկիել, գլուխ 34. Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Մարդի որդի, մարգարեացիր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացիր և ասիր նրանց այդ հովիվներին, թե այսպես է ասում Տեր Եհովան. Վայ Իսրայելի հովիվներին, որոնք իրանց են արածեցնում, հովիվները չէ, որ հոտը պիտի արածեցնեն, կաթը ուտում եք և բուրդը հագնում եք, և պարարտին մորթում եք, իսկ հոտը չեք արածեցնում, տկարներին չուժովացրիք, և հիվանդին չբժշկեցիք, և դուք կոտրածին չկապեցիք, և մոլորվածին ետ չբերիք, և կորածին չորոնեցիք, այլ խստությամբ տիրեցիք նրանց վրա և բռնությամբ, և նրանք ցրիվ եկան հովիվ չլինելու պատճառով, և կերակուր եղան դաշտի բոլոր գազաններին, և ցիրուցան եղան, մոլորվում են իմ ոչխարները ամեն սարերի վրա, և ամեն բարձր բլուրի վրա, և երկրի բոլոր երեսի վրա ցրվել են իմ ոչխարները, և որոնող չկա ու հարցանող չկա, դրա համար ով հովիվներ, լսեցեք Տիրոջ խոսքը, կենդանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որովհետև իմ հոտը հափշտակվեցավ, և իմ հոտը հովիվ չլինելու համար դաշտի բոլոր գազաններին կերակուր եղավ, և իմ հովիվները չորոնեցին իմ ոչխարներին, և հովիվները իրանց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում, դրա համար ով հովիվներ, լսեցեք Տիրոջ խոսքը, այսպես է ասում Տեր Եհովան, ահա ես հովիվների դեմ եմ, և իմ ոչխարներին պիտի պահանջեմ նրանց ձեռքիցը, և նրանց պիտի դադարեցնեմ ոչխարը արածեցնելուց, և հովիվները այլևս պիտի չարածեցնեն նրանց, և պիտի ազատեմ իմ ոչխարների նրանց բերանիցը, որ նրանք նրանց համար ուտելիք չլինեն, որովհետև այսպես է ասում Տեր Եհովան, ահա ես ինքս եմ պահանջելու իմ ոչխարներին և նրանց որոնելու, ինչպես որ հովիվն է որոնում իր հոտը, երբ որ նրանք ցրված ժամանակ նա իր ոչխարների մեջ է լինում, այնպես պիտի որոնեմ իմ ոչխարներին, և նրանց պիտի ազատեմ այն ամեն տեղերից, ուր որ նրանք ցրված են եղել ամպի և մառախուղի օրը, և նրանց պիտի հանեմ ազգերի միջից, և պիտի ժողովեմ նրանց երկիրներից, և նրանց պիտի բերեմ նրանց երկիրը, և նրանց պիտի արածեցնեմ Իսրայելի սարերի վրա, ձորերումը և երկրի բոլոր բնակություններումը, նրանց պիտի լավ արոտում արածեցնեմ, և Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի նրանց փարախը, այնտեղ լավ փարախի մեջ պիտի մակաղեն, և պարարտ արոտում պիտի արածեն Իսրայելի սարերի վրա, ես եմ արածեցնելու իմ ոչխարներին, և ես եմ նրանց մակաղել տալու, ասում է Տեր Եհովան, կորածը որոնելու եմ, և մոլորվածը ետ եմ բերելու, և կոտրածը պիտի կապեմ, և հիվանդը պիտի զորացնեմ, և պարարտն ու զորավորը պիտի փչացնեմ, իրավունքով պիտի հովվեմ նրանց, և դուք, ով իմ ոչխարները, այսպես է ասում Տեր Եհովան, ահա ես դատաստան եմ անելու ոչխարի և ոչխարի մեջ, խոյերի և նոխազների մեջ, սա քիչ է ձեզ համար, որ դուք լավ արոտում եք արածում, ձեր արոտի մնացորդը ձեր ոտքերովը կոխել եք տալիս, և մաքուր ջուրը խմում եք, մնացածը ձեր ոտներովը պղտորում եք, և իմ ոչխարները ձեր ոտնակոխարածն է ուտում, և ձեր ոտներով պղտորածն է խմում, դրա համար այսպես է ասում Տեր Եհովան նրանց, ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի և նիհար ոչխարի մեջ, որովհետև դուք ձեր կողքովը հրում եք, և ձեր եղջյուրներովը հարում եք ամեն տկարներին, մինչև որ նրանց ցիրուցան արիք դրսումը, բայց ես պիտի փրկեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս պիտի չհափշտակվին, և պիտի դատեմ ոչխարի և ոչխարի մեջ, և նրանց վրա մեկ հովիվ պիտի դնեմ, և նա պիտի արածեցնե նրանց, այսինքն իմ Դավիթ ծառային, նա պիտի արածեցնե նրանց, և նա է լինելու նրանց հովիվը, և ես Տերս կլինեմ նրանց համար Աստված, իսկ իմ Դավիթ ծառան իշխան նրանց մեջ, ես Տերս եմ խոսել, և ձեզ հետ խաղաղության ուխտ պիտի դնեմ, և պիտի դադարեցնեմ չար գազաններին այդ երկրից, և նրանք կբնակվեն անապատումը, ապահով և կքնանան անտառներումը, և նրանց և իմ բլուրի շրջակայքը պիտի օրհնություն շինեմ, և անձրևը պիտի ցած թափեմ իր ժամանակին, անձրևները պիտի օրհնություն լինեն, և դաշտի ծառը պիտի իր պտուղը տա, և երկիրը պիտի տա իր բերքը, և նրանք ապահով պիտի լինեն իրանց երկրումը, և պիտի իմանան, թե ես եմ Տերը, երբ որ նրանց լուծի փայտերը կկոտրեմ,
և նրանց կազատեմ իրանց ծառայեցնողների ձեռքիցը։ Եվ այլևս ազգերին ավար չեն լինի, և երկրի գազանները նրանց չեն ուտի, և ապահով կբնակվեն, և վախեցնող չի լինի։ Եվ նրանց համար մի անվանի բույս վեր կկացնեմ, որ այլևս սովով չսպառվին այն երկրումը, և այլևս չկրեն ազգերի նախատինքը, և կգիտենան, թե ես նրանց Տեր Աստվածը իրանց հետ եմ, և իրանք իմ ժողովուրդն են, Իսրայելի տունը, ասում է Տեր Եհովան։ Եվ դուք իմ ոչխարները, իմ արոտի ոչխարները, մարդիկ եք դուք, ես ձեր Աստվածն եմ, ասում է Տեր Եհովան։